1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Այսօր նորից խոսելու եմ Իրано-իսրայելյան պատերազմի մասին, որովհետև դա ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ համար ամենակարևոր թեման է, որովհետև դրա անմիջական արդյունքները, անմիջական հետևանքները մենք անպայմանորեն զգալու ենք մեզ վրա։ Եվ այսպես ինչ է ցույց տալիս այս մի քանի օրերի պատերազմական ընթացքը, որի վերաբերյալ ցավոք տեղեկությունները այնքան էլ շատ չեն։ Նախ մեզանում այնպիսի պատկերացում կար, որ Իրանը չափազանց հզոր, իրանական առյուծը, որ իր թաթիմի հարվածով կարող է ոչնչացնել իր թշնամիներին, այդ փուչիկը կարծես թե պայթում է։ Իհարկե Իրանը բավականին հզոր է ռազմական առումով, նույնիսկ կարելի ասել շատ հզոր, անսպասելիորեն հզոր, բայց միաժամանակ շատ խոցելի է հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը այնտեղ, պետական կառավարման համակարգը, փակ համակարգը, այն որ հասարակության մեջ դժգոհություններ կան, բազմազգ երկիր է եւ դա կարող է ցանկացած պահի դետոնատորի դեր խաղալ, մի խոսքով Իրանը միաժամանակ նաեւ բավականին խոցելի է ներսից, այսինքն թույլ է այդ իմաստով։ Եվ երկրորդը սա ըստ էության պատերազմ չէ Իրանի եւ Իսրայելի միջեւ։ Եվ ընդհանրապես կարելի ասել, որ հրյաների պետությունը, հրեական պետությունը Իսրայելը չէ, հրեական պետությունը Միացյալ Նահանգներն են, իսկ Իսրայելը ընդհանրապես դրա երևացող մասն է կամ ինչպես երբեմն կատակում են անգամ ամերիկյան Սուզանավ է կամ ավիակիր։ Այսպես թե այնպես ակնհայտ է, որ Իրանը պատերազմում է ոչ միայն Իսրայելի դեմ, այլ նաև Միացյալ Նահանգների դեմ, մեծ հաշվով Արևմուտքի դեմ եւ այդ առումով հասկանալի է, որ ուժերի հարաբերակցությունը բացարձակապես Իրանի կողմը չէ, Իրանը հաղթելու շանսեր չունի։ Ինչևէ, մեզ դա իհարկե հետաքրքրում է մեր տեսանկյունից, ամենից առաջ կապված Սյունիքի ճակատագրի հետ, ընդհանրապես Հայաստանի ճակատագրի հետ, Սյունիքի ճակատագրի հետ, Զանգեզուրի միջանցքի հետ, այսպես կոչված, բոլորին հետաքրքրում է այն հարցը, թե արդյոք Ադրբեջանը կօգտվի առիթից, կհարձակվի, Թուրքիայի աջակցությամբ կփորձեն ուժով բացել Զանգեզուրի միջանցքը կամ գրավել ամբողջ Սյունիքը, թե ոչ։ Հենց այս տեսանկյունից էլ երևի արժե կարևոր է հենց այս տեսանկյունից նայել այս պատերազմին, որի հնարավոր ելքերը ընդամենը 3-ն են։ Առաջինը, որ սա կլինի ընդամենը հերթական էսկալացիան, ինչ որ պահի դա կդադարեցվի, ինչ որ Իրանը ինչ որ համաձայնագրեր կստորագրի կրակի դադարեցումից հետո միջուկային այդ պայմանագրերը վերահսկողությունը Միացյալ Նահանգներին հանձնելու համար եւ այլն, այսինքն կսառեցվի այս ամենը եւ խնդրի վերջնական լուծումը կհետաձգվի, ասենք եւս մի քանի տարով կամ եւս մի քանի տասնամյակով անգամ։ Սա փաստացի Իրանի համար հնարավոր կլինի նույնիսկ հաղթանակ անվանել, բայց սրա հավանականությունը բավականին քիչ է։ Ավելի հավանական են այլ տարբերակներ, որ օրինակ կամ ամեն դեպքում Իրանին շատ ավելի կոշտ համաձայնագրեր կպարտադրվեն, ոչ միայն միջուկային զենքի հետ կապված, այսինքն կփորձեն, եթե մի նախադասությամբ ասենք Իրանը դարձնել աշխարհիկ երկիր, այսինքն այդ կրոնապետական համակարգը քանդել, հասկանալի է, չէ, հետո արդեն ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, կուսակցություններ, ազատություններ եւ այլ, այսինքն տևական քաոս, երկրի թուլացում, սա ավելի մեղմ տարբերակն է։ Եվ երրորդ ամենակոշտ տարբերակը, եթե ամեն դեպքում Իրանը ջախջախվի, ռազմական առումով ջախջախվի, որից հետո կարող է սկսվել ցամաքային ինտերվենցիա, ինչպես օրինակ Իրաքի օրինակով, երբ որ ավիակերներով ուղղակի դեսանտ իջեցի Պարսից ծոցից, մի խոսքով այդ դեպքում լիակատար ջախջախում եւ երկրի մասնատում, փաստացի մասնատում։ Ինչու, որովհետեւ նրանք ովքեր ծանոթ են Իրանի ազգային կազմին, նրանք շատ լավ գիտեն, որ պարսիկները, իրանցիները որպես էթնոս բնակվում են Իրանի միայն կենտրոնական հատվածներում, իսկ Իրանի արտաքին սահմանների երկայնքով ընդհանրապես պարսիկներ չեն ապրում։ Իրано-ադրբեջանական սահմանի երկայնքով ապրում են ազերիներ, այնտեղ մի փոքր հատված թալիշներ,
հայ-իրանական սահմանի երկայնքով նույնպես ապրում են ադրբեջանցիներ, Իրանի եւ Թուրքիայի սահմանի երկայնքով ապրում են քրդեր, Իրանի եւ Իրաքի սահմանին այնտեղ հյուսիսում ապրում են քրդեր, կենտրոնական հատվածում լուրիներ կամ լուրիստանցիներ, հարավային հատվածում արաբներ, Թուրքմենիայի սահմանի երկայնքով ապրում են թուրքմեններ եւ իդեպ նաեւ քրդեր, Բելուջիստանցիներ են ապրում կամ բելուջիներ են ապրում Պակիստանի հետ սահմանին, մի խոսքով ամբողջ սահմանի երկայնքով իրանցիներ չեն ապրում, նրանք ապրում են միայն երկրի կենտրոնական հատվածում եւ լիակատար ջախջախման եւ մասնատման դեպքում կարող է օրինակ հյուսիսային Ադրբեջան կամ Իրանյան ներողություն Ադրբեջանը, որը կազմված է մի քանի նահանգներից, չէ, արևմտյան Ադրբեջան, արևելյան Ադրբեջան եւ այլն, դրանք կարող են միանալ օրինակ Ադրբեջանին կամ Թուրքիային կամ այնտեղ ինչ որ ինքնավար կազմակերպում արտաքին կառավարման ներքո, բայց միևնույն է ձևականորեն դա էլի կլինի Թուրքիա կամ Ադրբեջան եւ այլն եւ այլն։ Սա ամենակոշտ տարբերակն է։ Բայց ինչ կապ ունի սա Զանգեզուրի միջանցքի հետ, անդրադառնանք դրան։ Եթե նկատել եք Զանգեզուրի միջանցքի հարցում Հայաստանի դիրքորոշումը ավելի մոտ է թուրքական դիրքորոշմանը, քան Իրանի դիրքորոշմանը։ Տեսեք, Իրանը Հայաստանը չի համարում դաշնակից երկիր։ Իրանը Հայաստանը համարում է որպես սեպ խրված թուրքական աշխարհի միջև, եւ Իրանը շատ գոհ է, որ կա այդ սեպը, դրա համար ասում է անթույլատրելի է սահմանների փոփոխություն, հասկանալի է թե ինչ, որովհետեւ թուրքական աշխարհը չի միանում իրար եւ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև կոմունիկացիաներն են անցնում են Իրանի տարածքով, ինչը իր դերը մեծացնում է։ Այսինքն Իրանը Հայաստանը համարում է, այսպես ասենք, օրհնյալ սեպ։ Թուրքիան նույնպես Հայաստանը եւ հատկապես Սյունիքը համարում է սեպ, բայց անիծյալ սեպ։ Նրանք այդպես էլ ասում են, հենց ավելին թուրքական մամուլում շատ հաճախ հենց այդ տերմինն էլ օգտագործվում է անիծյալ սեպ։ Եվ անգամ երբեմն թուրքական մամուլում լրատվամիջոցներում չեն ասում Հայաստան, ասում են անիծյալ սեպ, եւ բոլորը հասկանում են, որ խոսքը Հայաստանի մասին է։ Իրանը Սյունիքը համարում է օրհնյալ սեպ, Թուրքիան համարում է անիծյալ սեպ, բայց երկուսն էլ սեպ են համարում։ Իսկ Հայաստանի իշխանությունները Նիկոլ Փաշինյանը հիշում եք հայտարարեց, որ Հայաստանը պիտի տարածաշրջանում դիրքավորվի ոչ թե որպես սեպ, այլ որպես հարևան եւ գործընկեր։ Այսինքն Հայաստանի իշխանությունները նույնպես համարում են, որ Հայաստանի այդ սեպ լինելու ֆունկցիան պիտի հանվի։ Թուրքիան ասում է, որ այդ սեպը պիտի հանվի, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այո, այդ սեպի ֆունկցիան պիտի հանվի, այսինքն խոսքը ընդհանրապես ձևերի մասին է, մեթոդների մասին է, բայց որ այդ սեպը պիտի չլինի, դրանում համակարծիք են եւ Հայաստանի իշխանությունները եւ Թուրքիան։ Իրանի դեպքում ճիշտ հակառակը, Հայաստանը ասում է, որ մենք պիտի սեպ չլինենք, Իրանը ասում է, ոչ, այդ սեպը պիտի միշտ լինի, մնա եւ այդ փոփոխությունը մեզ համար անընդունելի է կարմիր գիծը։ Այդ սեպի պահպանումը ձեռնտու է նաև Ռուսաստանին։ Էլի հասկանալի պատճառ է, նրանք կցանկանան, որ այդ ճանապարհները բացվեն, բայց իրենց վերահսկողության ներքո։ Այսպիսով ստացվում է, որ երկու երկիր կա, որը չի ցանկանում, որ այդ միջանցքը բացվի Զանգեզուրի։ Մեկը Ռուսաստանը, մյուսը Իրանը, երկուսն դե Ռուսաստանը խրված է Ուկրաինայում, Իրանը բառացիորեն հրթիռակոծությունների տակ է եւ դրա ժամանակը չունի եւ ահա այս առիթից օգտվելով էլ Հայաստանի իշխանությունները կարող են, քանի որ խանգարող չկա, կարող են ուղղակի պահը օգտագործելով զիջումների գնալ, որովհետեւ հասարակությանը դա ավելի հեշտ կլինի ներկայացնել։ Զիջումների գնալ նկատի ունեմ այդ սեպը հանելու տարբերակը եւ պատահական չի, որ ըստ բավականին հավաստի տեղեկությունների առաջիկայում Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այցելել Թուրքիա։ Իհարկե ինքնին այդ այցելությունը վատ չի եւ Էրդողանի հետ հանդիպումը, եթե այդպեսին լինի, վատ չի, որովհետեւ եթե կա քեզ սպառնացող մեծ երկիր եւ դու չես կարող սեփական ուժերով այդ սպառնալիքները կանխել, պիտի ուղիղ շփումներով փորձես դրանք չեզոքացնել։ Այսինքն ինքնին է դա դրական է, եթե դա տեղի ունենա։ Այլ հարց է թե այնտեղ ինչ են քննարկելու։ Մեծ հավանականությամբ պիտի քննարկեն հենց այդ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի, գուցե նաև ամբողջ Սյունիքի հարցը։ Ինչու, որովհետև թուրքական կողմի փաստարկները հասկանալի են։ Նրանք ինչ են ասելու են հիմա ամենահարմար պահն է, ռուսները ձեզ չեն կարող խանգարել,
որովհետև խրված են Ուկրաինայում, Իրանը հիմա անգամ իր հարցերը չի կարողանում լուծել, ավելին, եթե Իրանը քայքայվի, մասնատ մի քանի երկրներ, այսինքն հյուսիսային Իրանը կամ հարավային Ադրբեջանը, եթե անկախանա կամ միանա Ադրբեջանին, Հայաստանի ֆունկցիան որպես սեպ վերանալու է, այսինքն ուղղակից համակային կապ է լինելու Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև կենտրոնական Ասիա, այսօրվա Իրանի տարածքով Հայաստանը այլևս չի լինելու սեպ եւ չի խանգարելու մեզ։ Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, եկեք դուք հիմա համաձայնվեք այդ Զանգեզուրի միջանցքը տվեք, միևնույն է, հետագայում մենք այնտեղ ագրեսիա, դա էլ մեզ պետք չի լինելու, դա մեզ հիմա է պետք։ Համ էլ հրաշալի առիթ կունենաք ասելու, որ դե հայ-իրանական սահմանը փակ է, մենք արդեն դա չենք վերահսկում, այնտեղ սուվերեն միջանցք, մենք մեր սուվերենիտետից դուրս միջանցք է, հետեւաբար չկա նաև փախստականներ ընդունելու հարցը Իրանից, սպասվելիք տասնյակ հազարավոր փախստականների անխուսափելիորեն սպասվելիք, առավել ևս որ դրանց մեծ մասը էթնիկ ադրբեջանցիներ են լինել, ուրեմն այդ կարելի է նաև ասել, դե մենք Իրանի հետ այլևս ընդհանուր սահման չունենք, հետեւաբար կներեք չենք էլ կարող փախստականներ ընդունել, հիմա այդ մենք միջանցքը տալիս ենք, իսկ հետագայում, երբ որ Իրանը կմասնատվի, հյուսիսային հատվածները կմիանան Ադրբեջան, միջանցքի հարցը դուրս կգա, նաև Հայաստանին հանգիստ կթողնենք։ Շատ մեծ հավանականությամբ հենց այս հարցերը կարող են քննարկվել այդ հնարավոր հանդիպման ժամանակ եւ փաստորեն կստացվի, որ Հայաստանի իշխանությունները կարող են իսկապես օգտվելով առիթից, օգտվելով այս վիճակից, մեր հասարակությանը բացատրելու, որ այդ տեսեք թե փախստականների հոսք է ստացվում, ամբողջ աշխարհը Իրանի դեմ է եւ վերջապես մենք ուզում ենք խաղաղ, մենք ոչ չենք ուզում շրջափակման մեջ մնալ, մենք ինչքան կարող ենք շրջափակման մեջ մնալ, Իրանը դեմ է, որ ճանապարհները բացվեն, Թուրքիան կողմ է, ամբողջ աշխարհը կողմ է, հրաշալի հնարավորություն է, բերեք այդ միջանցքը տանք, հետագայում, բայց դա մնա մեր փաստաթղթերով գոնե մնա մեր տրամադրության տակ, գոնե դե ձևի համար ստուգենք ամեն դեպքում մեր տարածքն է։ Մի խոսքով, պահը շատ հարմար է, որպեսզի Հայաստանի իշխանություններին ստիպեն, Հայաստանի իշխանությունները դեպ հաճույքով գնան եւ այդպիսի համաձայնագիր ստորագրեն մեր հասարակությանը, վախեցած հասարակությանը, դա ներկայացնելու այնպես, որ սա այս իրանական պատերազմից ողջ առողջ դուրս պրծնելու երևի միակ հնարավորությունն է։ Դրա համար էլ այս վախերը, այս անընդհատ գեներացվում է, որ տեսեք, այ մեր սահմանների մոտ ամեն վայրկյան կարող է Ադրբեջանը հարձակվել, դրա համար մենք ստիպված այսպես ենք անում, որ այդ անհրաժեշտությունը վերանա։ Իրավիճակը հիմա սա է, կարծում եմ, հենց այս տեսանկյունից էլ պիտի նայել եւ Հայաստանի իշխանությունների արձագանքին եւ ընդհանրապես քաղաքական ուժերի արձագանքին, պիտի հասկանալ, թե ինչ է մեզ սպասվում, ինչպես են Հայաստանի իշխանությունները փորձելու մատուցել դա եւ որտեղից է գալիս, այսպես ասենք, պատվերը, թե ինչպես է հնարավոր դրան դիմակայել կամ հնարավոր է ընդհանրապես, թե ոչ սա կարծում եմ ավելի շատ քաղաքական գործիչների իմանալիքն է, նրանց քննարկելիքն է, ամեն դեպքում, այսպես ասենք, ստարտային նախնական տվյալները սրանք են։ Այսօր այսքանը կհանդիպենք։